Պարոն Հակոբյան, մոտ գաղտնիք բացեմ, երբ գալիս են պաշտոնյաների հետ հարցազրույցի, ինձ մոտ հիմնական տպավորությունն է, որ իրանց այս գրասենյակային առօրյան, ասես մի քիչ այդ մարդու համար առաջերտին, մի քիչ միապաղաղա ու տխուրոտ։ Դրա համար այդ առումով ուզում առաջինը այս հարցը տամ, ասես սկսենք։ Վերջին անգամ ինչից եք ուրախացել։ Ես փորձեմ կոտրեմ կարծրատիպերը, որովհետև իմ առօրյան միապաղաղ չի անցնում իրականում, ընդհակառակը շատ հետաքրքիր եւ տենց երբեմն նաեւ ոգևորիչ է անցնում։ Տարբեր դրվագներ կան, վերջի շրջանում ուրախանալու առիթներ շատ կան իմ կարծիքով, օրինակ եթե սկսեմ ընտանիքից ես, աղջիկս վերջին օրերին ասես պապ նայ սկսում եմ արդեն տարերը գրել, այդ իրականում ուրախանալու մեծ առիթ էր, այդ ընտանեկան կտորով Անցած շաբաթ ուսանողների մոտ եղանք իմ հարազատ համալսարանում, պետական տնտեսագիտական համալսարանում եւ ես հանդես եկա զեկույցով, որտեղ ներկայացրեցի իմ անցած ճանապարհը ու մեծ ոգևորություն զգացի, դա ինձ նույնպես երջանկություն պատճառեց եւ այստեղ աշխատանքում իրականում սկսելա ինչ որ դրվագներ լինել, որը մեծ երջանկություն է ինձ պատճառում, որովհետեւ մարդկանց մեջ հետաքրքիր ոգևորություն եմ տեսնում, երբ որ Ես օրինակ ինչ որ մեկին ասում եմ, խնդրում եմ այս թեմայով գնա ուսումնասիրի եւ առաջարկներ ներկայացրու եւ փորձում ենք բոլորի հետ այդ տրամաբանությամբ աշխատել, որ ամեն օրը այդ ոգևորությամբ ու այդ դրականով լցվի։ Ինչ ենք մենք այստեղ կանգնել ու այստեղից սկսում, որովհետեւ այս այն դեպքերից է, երբ աշխատասենյակում լիքը բան կա հարցնելու, նայելու, ուսումնասիրելու, ու հենց այս ստենդը աչքի ընկավ, երբ մտանք ներս։ Եկեք հենց վերևից սկսենք, այս ինչ թիթեռներ են։ Իրականում Միջև թիթեռներին անդրադառնալը կարևոր կլինի մի հատ ուղղակի, այստեղ հավաքական, եթե փորձենք մի քանի բառով նկարագրել այս անկյունը, ինքը տենց առաջնորդության, իմաստության եւ հոգատարության անկյուն է, որտեղ ես փորձել եմ նմանատիպ ինչ-որ բաներ հավաքել իմ համար։ Եթե վերևից սկսենք, շատ խորհրդանշական թիթեռներ են մեր 44-օրյա պատերազմի մասնակից, մեր հայրենակից տղաների ձեռքերով պատրաստված թիթեռներ են, այդտեղ նույնիսկ կանատական իրենց անունները կան եւ մենք պարբերաբար մեր գործընկերները մենք այս թիթեռները իրենցից ձեռք ենք բերում, ինքներս մեր աշխատավայրում օգտագործում, նաեւ երբեմն նույնիսկ նվիրում, օրինակ վերջերս այս տարվա ընթացքում հարկ վճարողի օրվա հետ կապված մենք նաեւ այս ինչ որ մասը նվիրեցինք որոշ մարդկանց, որպես խորհրդանշական։ Դա հոգատարության սիմվոլիկան, հոգատարության մասն է ավելի շատ։ Նավերը ավելի շատ երևի առաջնորդության հետ կապ ունեն, որովհետեւ բոլորս կարծես մի նավում ենք, բայց այդ նավի մեջ մարդիկ են պետք կամ մարդ է պետք, որ պիտի առաջնորդի, ինչ որ ուղղությամբ տանի, կամ ասենք այդ ծովի ալեկոծություններին դիմանա, կայծակ, չգիտեմ, քամի, փոթորիկ եւ այլն, ու այս իրականում այս նավերը տարբեր գործողումներից են, օրինակ այս մեկը Վրաստանում են նվիրել ու հետաքրքիրը նաեւ որ այստեղ մի հատ նշան կա ածեղ ջուրն է ու ես արգոնավտների նավը չի որ ինքը երևի այո, բայց տենց ուղակի նվիրել են ու այդ նշանը որ կա ածեղ ջուրի նշանն է ու իրականում ես ածեղ ջուրի ամիս եմ ծնվել, շատ պատահական տենց ստացվեց, իրենք հատուկ չէին մտածել դրա համար, այս օրինակ Մալդիվներից եկած նավ է, սա արդեն օրինակ Սոչիից եկած, որ իմ ընկերոջ հետ էին գնացել գործուղման, ինքն է նվիրել ինձ։ Նավի ալեգորիայով, այսինքն դուք ղեկին եք ձեզ զգում միշտ ձեր վրա, վերջի այդ փոթորիկից խուսափելը հանկարծ խորտակում չլինի եւ այլն։ Ի պաշտոնը հիմա այդպես է, բայց օրինակ ես վերջերս խոսում էի նրա մասին, ինձ ասել էին գնամ օրինակ ուսանողներին ներկայացնեմ ուսանողից ղեկավար դառնալու ճանապարհից, ղեկավար բառը չեմ սիրում։ Ես առաջնորդ բառն եմ սիրում ու առաջնորդությունը միշտ կարող է դրսևորել, կարճ ունի դու որ դիրքում ես, որ պաշտոնում ես, ու իրականում այդ զգացողությունը ղեկին լինելու կարելի ասել կյանքի տարբեր դրվագներում իմ մոտ եղել է անկախ պաշտոնից։ Այդ նավի ալեգորիայով լինում է, որ հենց նավապետը որոշ մարդկանց չի վերցնում նավ, ասում է դու մեր հետ չես կարող գաս ծով։ Ձեր դեպքում ինչպիսի մարդ պիտի լինի, որ ասեք դու մեր հետ նավ մի նստի հանկարծ։ Ես վերջերս դրա մասին խոսել եմ, իմ երազանքը որն է, ես բաց խոսում եմ շատ հանրության հետ ու ասում եմ, որ իմ երազանքը բոլոր մարդկանց երջանիկ ու բարեկեցիկ տեսնելն է, հետեւաբար ես եթե նավապետն եմ, պատրաստ եմ բոլորին վերցնել։ Հոգատարություն, առաջնորդություն, այստեղ ինչ է։
Այստեղ էլ հետաքրքիր պատմություններ ունենք, սկսենք երևի այս հատվածից, սա իրականում անցած տարի, երբ որ ես ֆինանսների նախարարի տեղակալ էր, կազմակերպեցինք Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ֆինանսական միջոցառումը, վերակառուցում եւ զարգացում Եվրոպական բանկի 33-րդ տարեկան հանդիպումներն էին։ Սա խորհրդանշական ծառ է, որը որ մենք մտածեցինք ու նաեւ նվիրեցինք մասնակիցներին, որից մեկը նաեւ իմ մոտ են պահպանում, ու պարզապես սա չի, սրա հիմքում նաեւ կա ծառատունք արված։ Ու ցանկացած մարդ, որ սա վերցել է իր հետ ու տարել տարբեր երկրներ, ինքը տենց հոգևոր կապ ունի մեր երկրի հետ, որովհետև իր անունով ծառ կա տնկված մեր մոտ։ Այստեղ խորհրդանշական մի կարևոր հանգամանք կա, որ ինքը համընկավ 33-րդ միջոցառումն էր, 33-րդ մեր անկախության 33-րդ տարին, եւ ես 33 տարեկան էի։ Դες մոտ հետաքրքիր տենց խորհրդանշական կապ եղավ, հետո այս նույն գաղափարը, երբ որ ես եկա պետական եկամուտների կոմիտե, այս տարի կազմակերպեցինք մաքսային մարմինների ղեկավարների հավաքը, տարվա մեջ մի քանի անգամ տարբեր երկրներում լինում են, ու այս սերտիֆիկատը վկայում է նրա մասին, որ մենք 100 ծիրանի ծառեր ենք տնկել Բաղրամյան գյուղում, էլի նորից նույն տրամաբանությամբ, որ մենք ղեկավարներով ամեն երկրում որոշակի կապ ենք թողում, մի մասնիկ ենք թողում մեզնից, որ մեզ ոնց որ մաքսային մարմիններին կամ ընդհանրապես այդ երկրներին ինչ-որ հոգևոր ձևով կապի, ոնց որում այդտեղից վարակվեցին իմ գործընկերները ու ես վերջերս Ղրղստանում էինք, նույն բանը այնտեղ կազմակերպեցին։ Հա։ Բայց այստեղ այս սրանից որոշակի տարբերվող մի հետաքրքիր բան կա, որ այս տարի այս high rate մրցանակաբաշխություն կա ամեն տարի ուսանողների շրջանում ու ինչ տեղի ունեցավ, մենք գրավեցինք լավագույն 5-րդ գրավիչ գործատու տեղը զբաղեցրեցինք, այսինքն ուսանողները քվեարկեցին ու մենք պետական մասնավոր, այսինքն բոլորը մասնակցում են այդտեղ, գործատուների շարքում եղանք 5-րդ տեղը։ Նրանց հետաքրքիր է, դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք, չէ՞, ռացիոնալ գիտություն է, բայց սիմվոլիկային մեծ տեղ եք տալի, որը մի քիչ իրացիոնալ է, այդ որտեղից է եկել։ Իրականում այդպես չի, որ տնտեսագիտությունը միայն ռացիոնալի վրա է հիմնված։ Դե ամենադեպս առաջի տպավորությամբ թվեր, ճշգրտություն եւ այլն։ Իրականում իրացիոնալ բան կա։ Հա։ Ու մենք պետք է գիտակցենք, որ ամեն դեպքում մարդիկ են ստեղծել գիտությունը, բայց եթե ասենք օրինակ վերանանք դրանից ու կյանքը նայենք ոչ թե սահմանափակալ հավերժության մեջ, այդտեղ իհայտ են գալիս այդ իրացիոնալ էլեմենտները, հոգևորը, սիմվոլիկան, տարբեր բաներ, որին ես շատ մեծ տեղ եմ տալի, որովհետև մեծ հավատով եմ վերաբերվում այն ամենին, ինչ որ անում եմ։ Իսկապես դա սիմվոլիկան կարա ֆիզիկական աշխարհում նաև որոշ բաներ փոխի։ Եթե դրա մեջ դու միտք ես դնում, ինքը ընդամենը քեզ ուղակի ոնց որ հիշողություն արտնասնի, թե դու այդ կյանքի հետ դրվագում, ինչ սիմվոլիկա ես դրա մեջ դրել։ Ոստեղ ոնց հասկանում, sense փիլիսոփայական մասն է, Արիստոտելի արձանիկը, շախմատ եւ այլն, սա ինչ է նշանակում։ Նաեւ իմաստության որոշակի էլեմենտներ կան։ Այստեղ իրականում էլի իմ ընկերներից են, սա մեր գործընկերներից մեկն է նվիրել, սա իմ ընկերներից մեկն է նվիրել ֆինանսների նախարարությունից, սա նույնպես էլի ընկերներից մեկն է նվիրել, սա ես բերել եմ ինքս Հնդկաստանից, ու sense փորձել եմ ուղղակի մի հատ ինչ-որ փոքր անկյուն ստանալ, որը այդ ձեր ասած էլեմենտը հա, իսկ ինչ են Արիստոտելը։ Իմ կարծիքով ավելի շատ իմաստության հետ կապ ունի, որովհետև տեսեք կարծում եմ, նայեք, այս վերջերս ուսանողների, անդադ ուսանողների հետ շփումներից եմ մեջ բերում։ Այս վերջերս երբ որ հանդիպեցի իրենք ուզում էին հասկանալ ընդհանրապես ինչպիսին պիտի լինի մարդ, որ կարողանա առաջնորդ դառնա կամ իր ճանապարհի ընթացքում շարժվի դեպի վեր, այդ կյանքի սանդուղներով, այսպես ասած։ Ու այդտեղ ինչ ասեցի ես իրենց, որ տնտեսագետը պարզապես տնտեսագետ չի կարող լինել, էլի, ու մեջ բերեցի Ջոն Մեյնարդ Քեյնսի հայտնի տնտեսագետը սահմանում է, որ ինքը պետք է լինի լավ փիլիսոփա, լավ պատմաբան, լավ մաթեմատիկ, միաժամանակ եւ նաեւ քաղաքական գործչի ունակություններ նաեւ ունենա, այսինքն ինքը տես կոմպլեքս մասնագիտություն է եւ երևի տեղից է ծնվում նաեւ այն գաղափարը, որ ինձ տնտեսագետ ընկերս նվիրել է նմանատիպ մի բան, որոշակի իմաստության էլեմենտ տալով նաեւ այդ մեր ընկերությանը։ Բավականին մեծ սենյակ ունեք ու ես
տեսել եմ ու կուզեմ նաև զրուցենք որոշ այլ ատրիբուտների մասին ձեր սենյակի, եթե դեմ չեք, ասենց էքսկուրսիայի պես։ Մինչև երևի այդտեղ անդրադառնալը մի փոքր ուղակի այն հատվածում մենք։ Դա անպայման ուզում եի հարցնել, բայց անցեք։ Ես այստեղ ունենք մեր պրոյեկտը, այս սա մեր ապագայի մասին է։ Ինչ է սա, ընդ որում վերջերս նաև դրա մասով վարկային ու դրամաշնորհային համաձայնագրի ստորագրեցինք Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի եւ Եվրամիության հետ։ Սա Պրոշյան գյուղում է։ Մենք արդեն հողատարածք ունենք եւ առաջիկայում մեկնարկել ենք շինարարությունը 2 կտոր կա վարչական շենք, այսինքն մենք ապագայում առաջիկա տարին մի քանի տարի հետո աշխատելու ենք այս շենքում։ Եվ նաև կողքը լինելու է մեծ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որտեղ մաքսային տարբեր գործառույթներ են կազմակերպելու մեր արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։ Սրա հիմքում բացի հարմարությունից ու նորարարական լինելուց ինչ գաղափար է դրած, այսինքն ուզում եք որ այլ կերպ ժողովրդի կողմից ընկալվի այս կառույցը, թե ինչ։ Տեսեք, նախ ինքը որպես պրոյեկտ ռազմավարական նշանակություն ունի, հատկապես եթե նայենք, որ մեր հյուսիս-հարավ մայրուղու կողքն է, ինքը լոգիստիկ ծառայություն մատուցող շատ կարևոր օղակ է լինելու ու այդ առևտրային հոսքերը, որոնք որ գնալու են այդ ճանապարհով, ըստ էության սպասարկվելու են այս կենտրոնում, սա այդ մասով, այսինքն երկրի տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի, իսկ իր մեջ իհարկե էլեմենտներ կան մեր միջավայրը որոշակի փոխելու, որտեղ մեր շենքերը արդեն բավական հնացած են ու կարիք կա դեպի ապագա շարժվելու, նոր միջավայրում աշխատելու, ավելի արդյունավետ ու մոտիվացնող միջավայրում աշխատելու։ Հա, որովհետև մեր հասարակության շրջանում, երբ ասում են պեկ մաքսային, ինքը սենց չի ասում, որ միանգամից դրական էմոցիաներ է առաջացնում, այսինքն սա նաև դրան է միտված, որպեսզի մարդկանց կյանքում իր դերը ընկալումը փոխվի։ Թե դա ձեր համար այդքան էլ կարևոր չի, կարևոր գործ է ավարտի։ Չէ, կարևորը գործ, երկուսն է կարևոր է, այսինքն եւ ներքին միջավայր եւ արտաքին միջավայր, այսինքն ինչպես ենք մենք ներկայանում հարությանը։ Սա երբ պատրաստ լինելու։ Սա մենք առաջիկա տարվա ընթացքում կմեկնարկենք արդեն մոտ 3 եւ ավելի տարիներ նախատեսում ենք այդ շինարարությունը անել։ Հասկացա։ Շարժվենք այս կողմ, հա, այստեղ աստիկ այս կտավն էլ հա կարևոր նշանակություն ունի ձեր համար։ Իհարկե սա օրիգինալը չի։ Օրիգինալը Այվազովսկուն է, նշենք որ Այվազովսկուն է, որը 19-րդ դարում է ըստ էության նկարվել։ Սա իմ գործընկերները ֆինանսների նախարարության նվիրել են, ընդ որում նշեմ, ես իմ կյանքի մեծ մասը ֆինանսների նախարարությունում եմ անցկացրել, ԿԱԵՌ-ի նկատի ունեմ մեծ մասը, մինչև այստեղ գալը։ Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն եմ եղել մինչև ֆինանսների նախարարի տեղակալ դառնալու, ունտեղ ունենք տենց շատ հետաքրքիր տենց միջավայր ընկերներ ու իրանք երբ որ ես ֆինանսների նախարարի տեղակալ դարձա, որոշեցին սա նվիրել։ Ու սրա իմաստը դե գիտեք, Նոյը իջնում է Արարատից իր ընտանիքով։ Հա, սա մի քանի էլեմենտ ունի էլի իր մեջ, սա մարդկության վերածնունդ, առաջնորդություն էլի, այսինքն այստեղ ինչ է Նոյը իր ընտանիքով առաջնորդում է մյուսներին դեպի նոր կյանք։ Հասկացա։ Ու սա շարժվում ենք այս ուղով շատ բան ունեք ձեր սենյակում, հուսով եմ ամբողջը կհասցնենք։ Հա, ես փորձեմ հնարավորինս հակիրճ ասել ինչ-որ բաներ։ Հայկական տարազներով ֆոտո ձեր գործընկերներն են ոնց հասկացա, ոնց եք համոզել, որ այս ֆոտոն ստեղծվի։ Այստեղ տարին 4 անգամ մենք Եվրասիական տնտեսական միության մաքսային մարմինների ղեկավարներով տենց խորհուրդ ունենք, որտեղ տենց յուրաքանչյուր անգամ տարբեր երկրում հավաքվում ենք։ Այս տարի փետրվարին հավաքվեցինք Երևանում ու ամեն անգամ ոնց որ տենց ամեն երկիր ինչ-որ մի հատ նոր էլեմենտ է մտածում ավելացնելու, որ ինքը ավելի հետաքրքիր անցնի, տենց մոտիվացնող անցնեն այդ միջոցառումները։ Դե մեկը արդեն նշեցի այն ծառերի մասին, որը մենք էինք գաղափարի հեղինակը 100 ծառ տնկելու, սա էլ հայկական տարազներով փորձեցինք տենց պատմական տարբեր տարազներ հավաքագրել ու գործընկերներին նկարել մի նկարի ներքո։ Այս նաև որոշակի խորհրդանշում են անցած պատմությունը, որը մենք համատեղ ունենք այդ երկրների հետ անցած։ Այս մասում էլի տենց հետաքրքիր բաներ ունենք, եթե մասնագիտական գրքեր եմ տեսնում, շնորհակալագիր։ Հա, իրականում շատ կարճ ուղղակի, այս մասնագիտական գրքերը իրանք միշտ իմ հետ են, կարելի ասել, ես ժամանակ առ ժամանակ բացում թերթում եմ։ Գործի ժամանակ։ Հա, իհարկե, շատ տարբեր ստեղ կան
ֆինանսներ, մակրոտնտեսագիտություն, տնտեսական զարգացում, խաղերի տեսություն, էկոնոմետրիկա, այսինքն այնպիսի գիտելիքներ, որոնք որ ընթացքում պետք են գալի պարբերաբար թարմացնել, եթե ինչ-որ մի հատ հարց ենք օրինակ քննարկում կամ ուսումնասիրում կարիք կա։ Շնորհակալագիրը սա այս տարի ուղղակի բան ունեցանք, մի հատ հետաքրքիր պանելային քննարկում ունեցանք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ խոսում էինք, այսինքն ուսանողներին փորձում էինք ներկայացնել պետությունում եւ մասնավորում աշխատելու առավելություններն ու թերությունները, ու բավական լավ բան ստացվեց, ու մի հետաքրքիր բան էլ այստեղ կա, որը կուզեմ ձեզ ասել, այստեղ մի հատ հավաստագիր ունեմ ես, որը ֆինանսների նախարարությունում են ինձ տվել, որպես ֆինանսների նախարարության մեդիա աստղ, այսպեսի մենք նոմինացիաներ ունենք այդպես։ Հա, իսկ ինչի՞ դուք մեդիա աստղ տարին ամփոփելուց եւ այլն նոմինացիաներ ենք ունենում։ Ես քանի որ զբաղվում էի մակրոտնտեսական պարքի կառավարում, վերլուծություն, կանխատեսում, պարքի կառավարումի միջազգային հարաբերություններ ավելի շատ էի ոնց որ շփվում մեդիայի հետ, ու տենց տարվա ընթացքում չափել էին, որ ես ամենաշատն եմ երևում մեդիայում, ու տենց որոշեցին, որ մեդիա աստղի բանը հավաստագիրը ինձ պիտի տան։ Հասկացա, պարոն Հակոբյան, առաջարկում նաև նստենք մի քիչ, որովհետև ահագին քայլեցինք, բայց մինչև նստելը կարճ հարց, ասացիք, որ քննարկում եք պետականնալավ թե մասնավոր, դուք ինչ խորհուրդ կտաք պետականում աշխատի, թե մասնավոր։ Ես իրականում երբեք չեմ հակադրում իրար հետ, որտեղ իրանք մի միասնության մեջ են։ Ես ուղղակի մի կարևոր խոսք մեջբերեցի այդ մեր քննարկման ժամանակ, որը կարծում եմ արժի այստեղ էլ ասեմ, ընդ որում դրա հեղինակը Գանդին է։ Ինչ է ասում, ասում է, եթե դու ուզում ես քեզ գտնես այս կյանքում, դու քեզ պետք է կորցնես մյուսներին ծառայության մեջ։ Հիմա մյուսներին ծառայելու մեջ ավելի լավ կորցնելու ճանապարհը իմ կարծիքով պետությունում աշխատելն է։ Հիմա ես խորհուրդս ինչ էր ուսանողներին, ասի ինչ էլ որ կընտրեք ընդհանրապես, ձեր կյանքի ընթացքում փորձեք թեկուզ մի փոքր կտոր աշխատել պետական հատվածում, որովհետև այտենց դուք ձեզ ավելի լավ կգտնեք այս կյանքում ու ձեր կյանքի իմաստը։ Այո, նստեցինք։ Պարոն Հակոբյան, այս հատվածում առաջարկում եմ մի քիչ ձեր ներքևի դարակի պես փիլիսոփայա խոհական զրույց ունենանք։ Դուք, ինչպես ասացիք, ղեկավարում եք, ավելի ճիշտ առաջնորդում եք, ղեկավարել բառը չեք սիրում, մեծ թիմ, ու գիտեք, հասարակության մեջ երբ ասում են պեկ մաքսային, շատ մեծ հատվածի մոտ ասոցիացիա կա կոռուպցիայի հետ։ Ես հիմա չէի ուզում տեխնիկական մանրուքներից խոսենք, ուղղակի ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը, ո՞նց եք դա կանխարգելում, ո՞նց եք պայքարում այդ չարիքի դեմ, ինչպես ասում են։ Շատ կարևոր բառ նշեցիք վերջում, չարիք, այո, կոռուպցիան չարիք է։ Ես վերջում ազգային ժողովում դրա խորքային պատճառների մասին խոսեցի ու իրականում երկու խնդիր եմ տեսնում։ Հենց մեկը ինչպես է ընկալում հասարակությունը Պեկին, որտեվ շատ երկար տարիներ Պեկը ուղղակի եղել է ֆիսկալ կառույց, որը այտենց հավաքում է եկամուտները, ընդ որում այդ հավաքել բառը ես իրականում չեմ սիրում, որովհետև մենք չենք հավաքում, հարկ վճարումներն են վճարում։ Եվ երկրորդ խնդիրը պետության ընկալման հարց է։ Դարեր շարունակ մենք հարկ ենք վճարել ուրիշ պետությունների, եւ այստեղ մի հատ խզում է առաջացել հասարակության ու պետական եկամուտների ու պետության միջեւ։ Իսկ մեզ համար հարկ վճարելը վատ ասոցիացիա առաջացնում։ Այո, դա տպավորությունն է, որ դու օտարին ես վճարում։ Իսկ դու օտարին ես վճարում, մյուս կողմից դու նաեւ չես էլ ընկալում պեկի դերը։ Հիմա եթե գանք իրական ճիշտ կողմից էս ամեն ինչի, որը նաեւ էլի փիլիսոփայական էլեմենտ ունի, ոնց որ դուք ասացիք, պետությունը ծնվել է հասարակությունից։ Այսինքն պետությունը ծնունդն է հասարակության, եւ դու չես կարող, չէ՞, օրինակ քո երեխայի հանդեպ հոգատար չլինես։ Անհնար է, ասենք, որևէ ծնողի հարցնես, որ ինքը հոգատար չլինի երեխայի հանդեպ։ Ու եթե այդ կողմից գանք, իրականում մենք մեկ միասնության մեջ ենք ու պետական եկամուտների կոմիտեն, իրականում այդ ծնողի ու երեխայի միջև կամ երկու կարևոր ինստիտուտների միջև հասարակություն եւ պետություն այդ հարատև կապն է ապահովում։ Հիմա եթե տենց մոտենանք այս ամեն ինչին, դա կփոխվի։ Հիմա ես փորձում եմ այս փիլիսոփայությունը եւ նաեւ այս միտքը տարածել ինչպես ներսում, նաեւ դրսում խոսակցության ժամանակ, որ նախ ընկալումը փոխվի, այսինքն հարկ վճարելու մշակույթի հարց կա այստեղ։ Եվ դրա համար օրինակ շատ դեպքերում ես ասում եմ, որ եթե իրականում ուզում ենք երջանկության հասնենք, շատերը ինձ մեղադրում են, ասում են հարկ վճարելը ոնց կարող է երջանկություն լինի, ասում հարկ վճարելը երջանկություն չի, ասում եմ հարկ վճարելու արդյունքում է միայն հնարավոր երջանկության հասնել, որովհետև դրա միջոցով ստեղծվում են այնպիսի բարիքներ, որը այլ հավասար պայմաններում դու ինքդ չէիր կարող ստեղծել։
Իսկն դու չես շատ པարզ բան ասեմ։ Ես բնակվում եմ մի թաղամասում, որտեղ որ սկզբից բակ չունեինք նորմալ։ Ու ոչ մեկ չէր ուզում դրանով զբաղվել։ Հետո սկսեցինք հավաքվել իրար գլուխ, տենց մի 10 հոգով ու այդ բակը աստիճանաբար կարգի բերել ու այդ որ գաք տեսնեք թե ինչ բակ է ստացվել։ Այսինքն պետությունը ստեցվել է մարդկանց խումբն է, որը ոչ թե կտրվում է, մյուսների միջից դուրս է գալիս ու բոլորի համար բարիք է ստեղծում, արժեք է ստեղծում։ Հիմա հարկ վճարելը դրան է տանում, դրա համար երջանկությունը այդ ճանապարհն է։ Սա փիլիսոփայական մասը։ Հիմա կոռուպցիայի մասին, այսինքն կոռուպցիան ծնվում է հենց այդ խզումից։ Եվ ստվերն էլ է ծնվում հենց այդ խզումից։ Երբ որ փոխադարձ անվստահություն կա մեր հարկային տեսուչի եւ հարկ վճարողի միջեւ։ Եվ կարիք կա արդեն դու ուրիշ ճանապարհներով փորձես քո հարցերը լուծել։ Մյուսը իհարկե մեր գործիքներն են նախ բարևարկ դարձնելու մեր հարկային տեսուչներին։ Այս տարի նշեմ մոտ մեծ մասը հարկային տեսուչների, հարկային ծառայողների անցել են այդ պատրաստման դասացներով, այսինքն մենք ունենք ուսումնական կենտրոն, որտեղ իրենց պատրաստում ենք, բարևարքության վրա ենք աշխատում, եթե այդ հարցազրույցներում նույնիսկ կամ այդ ընթացքում կտրվում են ինչ-որ մարդիկ, ուղղակի դուրս են մնում։ Այսինքն կան կանոններ, որոնցով անցկացնում ենք եւ մարդկանց փորձում ավելի բարևարկ դարձնել։ Եվ երրորդը արդեն մեր տարբեր գործիքներն են կոռուպցիայի դեմ պայքարի, որտեղ փորձում ենք մենք ծառայողական քննությունների, օպերատիվ տվյալների եւ այլ միջոցներով շատ ակտիվ պայքարել դրա դեմ ու այս տարի արդեն 20-ից ավել հաղորդումներ ունենք։ Այդ դա է ուզում հասկանալ, դուք մեծ թիմ ունեք, ի սկզբանե ո՞նց եք վստահում, եթե ընդհանրապես վստահում եք այդ թիմին, այդքան շատ մարդու։ Որովհետեւ ամենայն գայթակղիչ մարմիններից մեկն է, էլի։ Տեսեք, ես ցանկացած մարդու վստահում եմ միջև այն պահը, երբ որ ինքն է անվստահություն ստեղծում իր հանդեպ։ Երբ որ դու այդպես ես վարվում մարդկանց հետ, այսինքն վստահելուց ես սկսում ու վստահելու ճանապարհ ես անցնում, միջև այն պահը, երբ որ ինքը սխալ է թույլ տալիս, շատ կոպիտ ու տանում անվստահության, դու այդ ճանապարհին իրեն ճանաչում ես։ Ու հետո ավելի հեշտ է լինում, օրինակ, այդ մարդկանց ասել, օրինակ, դուք այլևս չեք բավարարում այստեղի պահանջներին եւ արժեքներին եւ հետեւաբար ճիշտ կլինի ձեր ճանապարհը այլտեղ փնտրեք, այսինքն վստահությունը իմ մոտ միանգամից տրվում է հենց սկզբից։ Օրինակ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, Ալբանիայում մի քիչ ուրիշ մոտեցում են ցույց տվել, եթե գիտեք, պատմության մեջ առաջի անգամ արհեստական բանականությունը նախարար է նշանակվել այդտեղ, եթե չեմ սխալվում, պետական գնումների ինչ որ նախարարություն, նույնիսկ սկանդալ եղավ, որովհետեւ առաջի անգամ ռոբոտը ելույթ ունեցավ իրենց ազգային ժողովում, այնտեղ կեսը համաձայն չեն եւ այլն։ Հայաստանում ըստ ձեզ այդ պրակտիկան նախ սպառնում է թե չէ կամ երևում է ապագան թե չէ, ինչ է կարծում արդյունավետ է թե չէ։ Ինքս լուրերով եմ լսել դրա մասին ու խորը զարմացել եմ իրականում։ Ու միգուցե անկեղծ ասած կոռուպցիան այնպեսի մակարդակի է եղել, որ այլ ընտրանք չեն ունեցել։ Այսինքն ասել են ավելի լավ է ռոբոտը սխալվի, քան մարդը։ Բայց ռոբոտը գոնե չի գայթակղվի ինչ-որ բան կոռուպցիա։ Դա մեծ հարց է, արդյոք ռոբոտը չի գայթակղվի ինքն էլ կոռուպցիայի դիմելու, որովհետև ինչին է պետք է։ Ասեմ ինչու, չէ, պետքը չի, ինքը մարդ չի։ Ինքը հենվում է մարդկանց կողմից տրված տեղեկատվության վրա արհեստական բանականությունը։ Ես իրականում ավելի կողմ եմ համատեղ բանականությանը, ոչ թե արհեստական։ Ինչ է դա նշանակում, կա մարդկային բանականություն, կա արհեստական բանականություն։ Արհեստական բանականության երբեք պետք չի հավասարեցնել մարդուն։ Իրան պետք է օգտագործել որպես գործիք, գործընկեր կամ օգնական, որը քեզ ուղղակի տանում է ավելի արտադրողական աշխատելու ճանապարհով։ Կամ դու կարող ես ավելի արագ կրթվել։ Օրինակ ես կողմ չեմ այդ ճանապարհին։ Բայց դուք գործի ժամանակ օգտվում եք ChatGPT-ից, որոշումներ կայացնելուց, հա։ Չափից շատ։ Ես շատ եմ օգտվում, բայց իհարկե նորից նույն տրամաբանությամբ, այդ համատեղ բանականությամբ, որտեղ ինքը շատ դեպքերում խափում է։ Բայց եթե կարճ ավելի շատ կվստահեք ChatGPT-ի առաջարկին, թե ձեր թիմից որևէ մեկի համապատասխան։ Մեր թիմից իհարկե, բայց մեր թիմում եթե մարդիկ կան օգտագործում են արհեստական բանականություն, ավելի որակյալ առաջարկներ են բերում։ Հասկացա։ Այստեղ ոնց որ ձեռագիր ինչ որ ChatGPT-ոտ թղթեր ունեք, ես եթե գաղտնիք չի թղթեր են, որովհետև տարբեր են իրարից։ Իրականում իմ սեղանում տենց պատահական ոչինչ չկա երևի սեղանի վրա,
Այս հատվածում ես սովորաբար 4 տիպի թղթեր եմ պահում, մեկը վերաբերում է ընդհանրապես իմ կողմից կատարվող աշխատանքներին, իմ գործընկերների հետ կամ նույնիսկ դուրս կառավարություն, ազգային ժողով, որը ես փորձում եմ բաշխել ըստ խմբերի եւ հետեւել դրանց, մեկը դա է։ Մյուսը մեր օրինակ միջոցառումներն են իմ աշկի առաջ, մենք ամեն կիսամեկ ֆիքսում ենք առաջնահերթ բարեփոխումներ, որոնց ուղղությամբ աշխատում ենք ու ես ինչու եմ աշկի առաջ պահում, որովհետեւ շատ կարևոր է ամեն օր գալուց ես մի հատ աշկի անցկացնեմ ու միշտ իմ ժամանակի մեծ մասը փորձեմ ֆիքսել հենց այդ ուղղությամբ։ Եվ մյուսը արդեն մեր պետական եկամուտների կոմիտեի ունենք հարկային եկամուտներ, առանձին ցուցանիշներ, որոնք բնութագրում են աշխատանքը, դա է, բայց նաև իմ շատ կարևոր է, քանի որ մենք տնտեսության հետ ենք աշխատում, իմ առջև են միշտ տնտեսական ցուցանիշները նաև։ Իմ սեղանին իհարկե էլի հետաքրքիր թղթեր կան, սրա մասին խոսել ենք մեր պրոյեկտի մասին, որը այնտեղ ներկայացեցի, այստեղ երկու բան կա, որը որ տենց երևի ավելի շատ կուզենայի ցույց տայի կադրում, այս մենք օրինապահ հարկվճարողների հավաստագիր ենք տալի ու ես ինքս անձամբ սա ստորագրում եմ ու մեր համար շատ կարևոր է այս ինստիտուտը, ինչի որտեվ մենք տալիս ենք տարբեր չափանիշներ ունենք, որով ֆիլտրում ենք հարկվճարողներին, իրենք դիմում են, դառնում են օրինապահ հարկվճարող, ունենում են այս հավաստագիրը եւ օգտվում են տարբեր արտոնություններից, սա ճանապարհն է կամավոր կարգապահություն բարձրացնելու, այսինքն հարկվճարելու մշակույթի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է, այստեղ էլ այս վերջերս իրականում աշակերտներ էին եկել, եթե չեմ սխալվում հարկվճարողի օրվա հետ կապված եկել էին, տենց հետաքրքիր բացիկ էին սարքել ու ստեղ նայեք շենացրու պետությունը եղիր օրինապահ, էլի օրինապահության մասին է, նվիրված ու հոգատար։ Էլի այն նույն բառերն են, որի մասին ես բարբերաբար խոսում, շատ հետաքրքիր զրույց ունեցանք աշակերտների հետ, ովքեր նույնիսկ այդ տարիքում արդեն պատկերացնում են թե ինչ է կատարվում։ Հիմա կասեք ամեն ինչ թղթեր եւ այլն, եւս մեկ անգամ կրկնեմ այդ պահը, բայց մենք իրականում պետական համակարգում թվայնացման առումով երևի առաջատարներից ենք։ Հիմա ես այստեղ ուղղակի կուզենայի ցույց տալ, որ ես նաեւ հետևում եմ իհարկե մենք այսպես ունենք, այսպես ասած BI հաշվետվություններ, որոնք մեզ իրական ժամանակի ռեժիմով տարբեր ցուցանիշների հետևում ենք։ Օրինակ, այստեղ հարկվճարողների ամփոփ տվյալներ ունենք, առանձին հարկատեսակներով տվյալներ ունենք։ Հայտարարագիր լրացնողներն էլ եք հետևում։ Գրեթե բոլորին, ովքեր որ մեր համակարգի հետ կապ ունեն, սա մաքսային օրինակ ցուցանիշներ են տարբեր, սա մեր համակարգի ծանրաբեռնվածությանն է վերաբերվում ու այսպես բազմաթիվ այսպիսի հաշվետվություններ ունենք։ Չէ, հա, այդ լավ։ Չէ, իրականում հենց թվային աշխարհում էլ աշխատում ենք, սա ուղղակի, ինչպես նշեցի, ֆոկուսի համար է։ Հա, ի դեպ կներեք մի բան մոռացա, երևի ձեր աշկին էլ է նեոնային լույսը։ Այստեղ էլի իմ նույն ընկերները ֆինանսների նախարարությունից մակրոտնտեսական քաղաքականության վարչությունից նվիրել են, երբ որ ես արդեն դուրս եկա ֆինանսների նախարարությունից եւ եկա պետական եկամուտների կոմիտե, այստեղ եթե կարդամ ինչ է գրած, նախ ինձ է իմ անունով Էդուարդ Հակոբյան մակրո արժեքները կրող եւ տարածող։ Ահա մենք իրականում տենց ընդ որում այս մակրո արժեքները էլ ես եմ մտածել, խոսքը նույն մարկային արժեքների մասին է, ոչ մի տարբերություն, ուղղակի որ մենք մակրո թիմ էինք, իրան վերանվանեցինք, դրեցինք մակրո արժեքներ, ու տենց մնաց, երբ որ ես մակրո արժեքներ եմ ասում, իրենք տենց իմ հետ են ասոցացնում, ու ստեղ ներքևը ով է նվիրել մակրո ընտանիքը, մենք իրեն անվանում ենք մակրո ընտանիք ու իրականում ինքը տենց կարելի ասել իմ համար մասնագիտական կարիերայում երկրորդ հենարանն է, որպես տենց երկրորդ կարիերայի ընտանիք։ Ես կառաջարկեմ սա հետ թեքենք, որպեսզի հա, իհարկե պատահաբար հայտարարագրերը չընկնեն կադր ու շարունակենք։ Սա ամբողջ թվերի, գումարների էս ամեն ինչի մեջ ինչ է կան որ ցրվեք։ Եթե օրվա ընթացքում նկատի ունեք, երաժշտությունն է օգնում։ Ինչ եք լսում։ Ես ճիշտ ասած երկու տիպի երաժշտություն եմ նախընտրում՝ ջազ կամ դաշնամուրային երաժշտություն, օրինակ շատ եմ լսում Առնո Բաբաջանյանի տարբեր երաժշտություն, իրականում շատ եմ փորձել տարբեր երաժշտություններ, բայց երևի այդ դաշնամուրային երաժշտությունը ամենաշատն է իմ վրա ազդում, որպեսզի հանգստացնի ու տրամադրի ավելի լավ աշխատեմ, դա էլ ինչից է գալի, որովհետև մայրս դաշնամուրի ուսուցչուհի է։ Ու կարծում եմ երևի փոքրուց այդ բանը կա էլի իմ մեջ նստած է այդ ազդեցությունը։ Ցանկություն չի եղել այդ ուղղությամբ գնալու ինչ-որ բայ։ Այդ իմ ցավոտ կողմերից մեկին կպակ իրականում, որովհետև
մենք ընտանիքում դե երկու եղբայր ենք, եղբայրս գնաց դաշնամուրի, ես չգնացի, բայց ես արվեստի այլ ուղղությամբ գնացի ու ինչ որ մի պահի ինձ նույնիսկ համոզում էին արվեստագետ դառնամ։ Ինչ ուղղությամբ։ Զբաղվում էի փայտի փորագրությամբ։ 5 տարի զբաղվել եմ փայտի փորագրությամբ։ Ստեղ ունեք ինչ որ ձեր սարքած։ Չէ, այստեղ չունեմ, բայց տանն է։ Ինչ է այստեղ ծնողներիս տանն է։ Չտեսնեն։ Չէ, ուղղակի այդպես է ստացվել, որ տանն ենք պահում, այստեղ չեմ տեղափոխել այդ աշխատանքներից։ Բայց մեկը միջավայր չտարավ ձեզ արվեստը, չուզեցիք վերջո դառնաք փայտագործ։ Իսկ ինչ եք կարծում, այս աշխատանքի մեջ արվեստ կա, թե չկա։ Ես իրականում ավելի շատ ընդեղից վերցած ունակությունները օգտագործում եմ այս ուղղությամբ։ Հասկացա։ Եվ ընտանիքից խոսեցիք, դուք շատ եք նշում, թե հարցազրույցներում, թե հանդիպաններում, որ ձեր համար ընտանիքը թիվ 1 կարևորություն ունեցող երևույթն է ու նաև երևում է ձեր լուսանկարներից, եթե գաղտնիք չի, մի քիչ կպատմեք ձեր ընտանիքի մասին։ Կյանքում ամենամեծ ձեռքբերումը ընտանիքն է իմ համար։ Իհարկե կան այլ ձեռքբերումներ, ընկերներ եւ հոգեվոր արժեքներով մարդ մնալը, բայց առաջին տեղում իհարկե ընտանիքն է։ Այստեղ իհարկե ես հիմա կասեք թե ինչու է ձեր թիկունքում նկարները, որովհետեւ ընտանիքը իմ համար հենարան է, այն մոտիվացիայի ու էներգիայի աղբյուրը, ինչու եմ մեջքից հետևում պահում, որ ինքը իմ թիկունքում է, այն հենարանն է, որի վրա հենվում է։ Իհարկե այստեղ ունեմ տես տարբեր դրվագներ ամուսնությունից, տղաս է, աղջիկս է, այնտեղ միջև ամուսնանալը ամուսնության առաջարկությունից դրվագ կա, այսպիսի նկարներ ունեմ, որը բարբերաբար երբ որ ես վերադառնում նայում եմ, այսինքն պատտվում նայում եմ օրվա ընթացքում, իրականում ավելի մեծ էներգիա է տալի, քան այն երաժշտությունը, որի մասին նշեցի։ Պարոն Հակոբյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Վերջում որպես ամփոփում դուք հետ գանք ձեր աշխատանքային գործունեությանը, ասացիք, որ սիրում եք առաջնորդել, նավի օրինակը եւ այլն։ Պատկերացնում եք մի օր, որ ինչ-ինչ հանգամանքներով էլ չեք լինի առաջնորդ որևէ թիմի, թե դա ձեր համար անընդունելի է։ Իմ համար անընդունելի է չլինելը առաջնորդ։ Ես միշտ եմ պատկերացնում, որ առաջնորդ եմ մնալու, անկախ իմ դիրքից ու պաշտոնից։ Շնորհակալություն։